Նիկոլ Փաշինյանը, ԿՊԱ-ականները երկով պարով գնում են քարոզարշավների, ես չգիտեմ էլի, մի հատ ուզում եմ այս տեսանյութը նայեք, սա շաբաթվա վերջ է, որ իրենք այսպես գնում էին։ Գիրեք չեմ ասում Այո, այո։ Նախագահ Սասուն Միքայելյանի դրան ճիշտ է, այդքան չարժե անդրադառնալ, բայց մի հարց հետ կապված ես կուղավետ հարցը։ Այս ամեն ինչը, այս հայտարարությունը իհարկե մենք նաև տեսանք, որպեսզի ձեզ չընդհատեմ, այս կադրերն էլ, հա, տեսնենք, հա, ինչա է կատարվում։ Հիմա Բաց են կարևոր ստակի, ճույախ չեք, չի ստացվում որը կարակեք, չի ստացվում։ Բացատաբատ լավ է, գիտեք լավը որնա, լավը ճիշտ են էր, որ 30 տարի որ սարկել է, ոչի բան է չեն այդ ճիշտ են արել։ Մենք այս խելքը, որ բերել ենք, որ գանք ասեք, մենք կեզ բերան, ասենք մանկապատես չկա, համայնքի հետավարա գալիս ասնա 600 միլիոնով սարկում ենք, ասնա բապը չկա, ասնեն մրցույթը հայտարարված է։ Մինոտ է, այդ առավոտից իրիկու բամբասան կա, գիտեք որ ես Դուբայում, սպացի, մինոտ է սպացի, գիտեք որ ես Դուբայում, մինոտ է սպացի, յակար բանում ասան, չէ ջղանանում եմ, գիտեք որ Դուբայում տուն ունեմ, Փարիս տուն ունեմ, բանու տուն, մինոտ է սպասիլը, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք էտ ամեն ինչի չգիտեք որ ձեզ Բաքուն ծրագիրը արված, մրցույթը արված շինարարություն կա, չգիտեք որ մանկապարտեզ է սարքվում, էդ ոնց ա որ չգիտեք, էդ ոնց ա որ գիտեք որ ես Դուբայում տուն ունեմ, լավ ամոթ ա, մի քիչ ամոթ ա պետք, Չի կարատեն ժամել, Հայաստանը միրով է սպասեք, այդ միական չես լսեք, Հայաստանի Հանրապետությունում համահիմություն կա պիսի օրեք, լսեք, որ կարող եք կարկել, չէ որ նա նախարար չի, որ կարող եք Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս միով կնի, չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ գործի, չի կարող լծի մի րոպե, լծի ինչ եմ ասում, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բաց է, ոչ մի բան չի կարող, ոչ մի բան, մի րոպե սպասի, մի րոպե, ու կաթողիկոս չկա, Պետրիչ Ներսիսյանը կաթողիկոս, ես համար կաթողիկոս Տեսնում եք դուք հարազգը չեք ներկայացնում, այս ամեն ինչը, այս հայտարարությունը, խնդրեմ էլի, ըստ էության այո, մեր հայրենակիցներ ինքը քարոզարշավ է անում իրենից գոհ, բայց մենք ունենք Ստեկա երկու տեսարան չէ, ավտոբուսի մեջ սրանց ուրախությունը, այս պարելը, այս սրանց, որ ասում է, հաճույք ստանալ է տարբեր բաներ ուղիղ եթերում այդքանը ներկայացնելով, մեկ էլ այդ ավտոբուսից իջնում են քաղաքացիների հետ շփվելով ու ինչ տեսարան ենք մենք տեսնում։ Սրա երկու այդ գեղձ ներկայաշխանության երկու գեղձ կողմն է։ Մի ձևով տպավորություն են ուզում տան, որ սաղ աշխատակազմն է, ղեկավարներն են, այդ բաները պատասխանատու մարմին ներկայացուցիչներն են, բոլորին հավաքած Հայաստանում տարածքի մեջ շփվելով, տարբեր տեղերով գնալով, ամենակարևոր հարցերը այսօրվա իրավիճակում թողելով ոչ որ ասում եմ բավարար իրավիճակում, չլուծված ահագին հարցեր, խնդիրներ, սրանք ընկել են իրենց քարոզարշավը, իրենց բանը, կերպարը, իրենց պաշտոնն ու աթոռը, նորից եմ ասում, ժողովուրդ, սրանց պահվածքը, սրանց ամեն մի մոտեցումը կապ չունի ոչ Մայր Հայաստանի հետ, ոչ հայ ժողովրդի հետ։ Սրանց ամեն մի ուղղության վրա աշխատանքները մենակ իրենց աթոռի, իրենց բաները ապահովելու կամ էլ իրենց հետագա վերընտրվելու հարցերի շուրջ է գնում։ Վերընտրվելու հետ կապված, եթե մենք իրենց ղեկավարած 7
8 տարվա ընթացքում տեսնում ենք ինչ է կատարվել մեր հայ ժողովրդի հայ ազգի հետ, որը ես չեմ ասում այդ բառերը, իրականություն կա, մենք բոլորս էլ այդ իրականությունով անցել ենք, այդ իրականության ժամանակահատվածում մենք ստացել ենք բացի ողբերգությունից, բացի աղետից, բացի ծանր իրավիճակից ուրիշ ոչ մի բան։ Հիմա սրանց մեջ, որ ես միշտ ասում եմ, սրանց մեջ ինչ մեծ վտավախություն կա, իրենց վերընտրվելու համար, շատ լուրջ մեծ վտավախություն, իրենց անձնական կերպարների պաշտոնյա կերպարների հետ կապված։ Ոչ Հայաստանի անվտանգության, ոչ հայ ժողովրդի բարեկեցության կամ ինչ որ բաներով լավ ապրելակերպի բավարարելու իման վրա ոչ մի բան չկա։ Սրանք ամեն ինչ ձախողել են։ Սրանք ձախողել են իրենց անուններն էլ։ Սրանք ձախողել են իրենց ամեն մի sense էական մարդկային կերպարը։ Սրանք եթե չեն շարժվել բոլոր իրենց ղեկավարման ժամանակ, չեն առաջնորդվել իրական որ ասում է հայի կերպարով, իրական ազգային սկզբունքներով, իրական հայ ժողովրդի, Հայաստան երկրի պետության բարելավման կամ զարգացման համար, այսօր բոլորը մեկ ականատես ենք։ Այսօր բոլորս մեկն էլ ես ներկայացնելով այդ անհանգստությունը, այդ մտավախությունները, այս իրավիճակի հետագա ավելի վատ հայտնվելու խոսքի այդ բաները, մենք ուզում ենք նախորոնք, որ պատրաստ լինենք գալիք ընտրությունների ամենակարևոր խոսքի ժամանակահատվածը, որ գալիք ընտրություններում այս ներկա իշխանությունը այնքան բան իրավիճակում հայտնվի, որ ներկա իշխանությանը հնարավորություն չլինի վերընտրվելու։ Սրանց վերընտրվելը մեր վախճանն է, սրանց վերընտրվելը մեր կործանումն է, սրանց վերընտրվելը մեր կրկնապատիկ աղետնա, որ գլխներից գալու է։ Հիմի առանց իմ ասելու, բոլորս էլ մեծամասնությունը երևի այս նույն տեսարանները, այս նույն կադրերը դուք տեսել եք։ Ինչ տպավորություն է տալիս։ Երկրի ղեկավարը, երկրի պատասխանատու ղեկավարը այս երկրի անվտանգությունից սկսած ժողովրդի բարելավման կամ ժողովրդի կեցության հետ կապված պատասխանատու համար մեկ մարդը։ Այս պահվածքից դուք ամեն մեկը չեք կարող, խոսքի մի հատ որ ասում է գիտակցեք, հասկանաք, ինչ իրավիճակում ենք մենք հայտնվել։ Ովքեր են մեր ճակատագիրի որոշողները, ովքեր են մեր վաղվա օրվա կարևոր պատմական հարցերի լուծումները պատասխան տվողները, որ ուզում են տենց որ ասում եմ վիզ դրած նորից վերընտրվեն, վիզ դրած նորից շարունակեն իրենց ծրագրերը, վիզ դրած որ ասում եմ նորից այս իրավիճակին էլ համապատասխան մեր պատմական թշնամու ծրագրերի իրականացման բանը շարունակեն։ Սա խայտառակ տեսարաններ է։ Ամեն մեկս, ես ինձնամբ հայ լինելով, սա ինձ համար խայտառակ տեսարան է, որ երկրի ղեկավարը արհամարելով իր ժողովրդին, քննադատելով իր ժողովրդին, որ ասում է, կարևոր հարց են մարդիկ տալիս, կարևոր մեջբերումներ են անում, խուսափելով հարցից բանանելով, փախնելով ուրիշներ են կողքի ղեկավարներին է հրավիրում, որ այս հարցի պատասխանները տվեք։ Դե իր մոտ դա նորմալ երևույթ է, չէ, որ վաղվա օրը ասե ես մեղավոր եմ, բայց ես համար մեկ մեղավոր չեմ։ Դեղ մարդիկ էլ կային, որ դրան պատասխանատունել էին ու իրանք էլ պիտի պատասխան տային։ Այս մարդկանց մոտեցումը ամեն մի լուրջ կարևոր նշանակություն ունեցող հարցերի բանով միշտ այս ձևի են ձևակերպում։ Դուք պատկերացրեք, որ սրանք մեր աչքի առաջ այս ձև են իրենց դրսևորում, բայց ինչքան բաներ կա, որ մենք չենք տեսնում, ինչքան բաներ կա, որ մենք տեղյակ չենք, ինչքան լուրջ հարցերի, որ ասում այս նմանատիպ մոտեցումներ կա, որ հետագայում մենք զգում ենք մեր իրավիճակով կամ մեր ընդհանուր անվտանգության հետ կապված հարցերի մեջ։ Հարևան երկրում շատ լուրջ պատերազմ է գնում։ Հարևան երկրում պատերազմի լուրջությունը նա է, որ սաղ աշխարհը եկած այդ Իրանի տարածքում իսլամական պետության շատ բան նշանակալից խոսքի բան են անում, ծրագիր կամ հարցեր են փորձում լուծեն։ Սրանք էլ առավոտից իրուք ունընկած այս ժողովրդի մեջ բանանելով, որ ասում եմ մանիպուլյացիաներ անելով, փորձելով խոսել էլի լավ բաների մասին, լավ է լինելու։ Ես մի հատ դեղ են դրվակում, որ դուք ցույց տվեցիք,
Այն որ բոլորը սենց սրտիկներ են ցույց տալիս, ծիծաղում են, պարում են, ես գիտեք ինքն էլ մեջտեղը սենց ամեն մեկին է ցույց տալիս, դրանք էլ սենց կամակատարի պես միանգամից անում են, մի կամ սրտիկ են ցույց տալիս, մի հատ խայտար, մի հատ ծառաներ, որոնք չեն ծառայում ժողովրդին, այլ ծառայում են մի անձյա այդ ղեկավարին, ով կար այնտեղ իրա ցույց տված կամ իրա ասածին չի ասի, ով կար այնտեղ այդ ներկա իշխանության ղեկավարների մեջ, ով կարա մի հատ հակասի, ով կարա մի հատ իրա միտքը կամ իրա մտահոգությունը արտահայտի, միանգամից այդ ավտոբուսից կվռնդեն, հենց ճանապարհին կթողեն դրան, հենց ճանապարհի բացի թողելուց էլ նրա ճակատագիրն էլ հենց դեղ էլ կորոշվի, այս հենց ղեկավարությունն է, որ ասում եմ այս բռնապետության ճանապարհն են սա բանանում շարունակում ու ամրապնդում, որ այս բռնապետության բանը սկզբունքներն են վերցրել սրանք, բռնապետությունը ինչով է բանանում իրենց ստիպում, որ գնան դրան վախից, մեր գլխի բերած այս սրանց բերած այս ցավն ու այս սրանց բերած աղետները սրանց մեջ, նորից եմ ասում, տարիներ էլ ասնի, ժամանակ էլ ասնի, սրանք գիտեն, որ պատասխանատվությունից սրանք չեն կարելու խուսափեն։ Սասուն Միքայելյանին բանանում ասում ժպտա, այդ մարդին ահագին ժամանակ քննադատում եք։ Սասուն Միքայելյանը ջոգում է, որ ժպտալու բան չկա, տխուր նստած մի կողմի, այդ ավտոբուսի մեջ, սես գնալով մտածում է, էսի ուր եմ ընկել, էս ինչ է, բայց արդեն ընկել ես Սասուն, արդեն ընկել ես քո մեղքով, քո բաստողումներով, քո որ ասում են անտեսությունով, են քո որ ասում մարտական ընկերները այդ հոզոր արած գործերը, որ դու անտեսել ես, ոտնահարել ես իրար հետ միասին։ Հիմա այսօր դու երևի հասկանում ես, ինչ մթնոլորտում ես ընկել։ Այդ մթնոլորտը քեզ չի էլ սազում։ Դու չես, որ ասում բանանում, не вписываешь, էլ այդ մթնոլորտի մեջ դու չես, բայց ընկել ես արդեն, եղբայր։ Այդ դա քո մեղքով ա եղել։ Ու այդ Ես հիշում եմ, իրավունք չունի, այո, Ինչ էր ասում նույն Սասուն Միքայելյանը, որ Նիկոլ Փաշինյանը փայլու քաղաքականություն է վարում, այնպես որ ասել, որ ինքը չի հասկանում որտեղ է եկել, այո, նոր մեր ռեսպեկտ ասած մահվան ավտոբուսում, այո, լավ է հասկանում, ինքը գնում է իրանց։ Չէ, ես նկատի ունեմ, որ նա հասկանալ է հասկանում է այսօրվա իրավիճակում իրան տարած քաղաքականությունը չի համընկնում այն տղորց հետ իրա անցած ճանապարհ է, դրա համար այդ մարդը գիտի, որ ասում է իր գլխի գալիքներ, գիտի իր պատասխանատվության ժամանակն էլ է գալու։ Ամեն ինչ, նորից եմ ասում, այդ ավտոբուսի մեջի ուրախությունը մենակ սահմանափակվում է այդ ավտոբուսի մեջի ուրախությունով։ Ինչով եք ուրախանում, արա։ Ինչով եք ուրախանում, ուր գնում ես նայ, այդ ավտոբուսից որ տարածքում իջնում ես, մենակ խնդիրների մասին են քեզ հետ խոսում։ Մենակ խնդիրներն են ձեզ դեմ տալիս։ Մենակ ահա որ իրավիճակի հետ կապված տարբեր հարցեր են ձեզ դեմ։ Որ տարածքում եք եկել իջել, որ ձեզ ողջունել են։ Այդ նույն ուրախության մթնոլորտը դեղ շարունակվել է։ Չկա տես բան, չէ։ Դե ինչ ցինիկ, այդ ինչ, որ ասում մարդ այդքան իր ազգին ատի, ազգին չսիրեն, իրանց ազգի նկատմամբ այդքան, որ ասում վերաբերմունք անմարդկային, այդ աստիճանի։ Հիմա ես այս քարոզարշավի հետ կապակցությամբ դրանց բոլոր այս վերջի ժամանակները շարժման այդ ավտոբուսի տարածքները Հայաստանում ես մենակ մի բան եմ նկատում ներկա իշխանության կործանումը ներկա իշխանությունը ամեն ձևի պարտվել է ես օրինակ հայմատաբար այն ժամանակները որ իրենց քարոզարշավության ընթացքում կամ էլ իրենց ներկա լինելով ինչ-որ մի տարածքում ժողովրդի մի մասը հավաքվում էր գոնե մի բան որ ասում է հանրության մի մաս երևում էր այսօր մեկ այդ հանրությունը չենք տեսնում սրանց շուրջը որտեղ գալիս են իրենք երկրի ղեկավարը իր ազնակազմով ղեկավարներով գալիս է տարածք մարդիկ չեն մոտիկանում սրանց կանչում են իրանք բարևը տալիս են հերվից կանչում են ինչ ա եղել մոտիկաց է գնում իրենք են մտնում տարածքներ կամ էլ մի հատ խանութ են մտնում կամ էլ մի հատ մարդուց են մոտիկանում սրանց ոչ մեկը չի մոտիկանում ժողովուրդ դուք պատկերացնում եք չէ մտնոլորտում սրանք երկրի ղեկավարն են պատասխանատու վաղվա օրվա այսօրվա կամ էլ ինչ որ այս հիմիկվա ծանր ժամանակահատվածի հետ կապված սրանց պահվածքի բանի որ ասում է լուրջ
հարցերի խնդիրների հետ բախումների այս տարածաշրջանում, նորից անդրադառնալով Իրանի հետ կապված։ Դուք Իրանի հարևան պետությունում տեսնում եք ինչ լուրջ իրադարձություններ է կատարվում։ Երեք Իսրայելի ղեկավարությունը զգուշացնում է իրենց քաղաքացիներին չմեկնել Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան։ Դուք պատկերացնում եք սրանց ուրախության բանը, ուրիշ երկրի ղեկավարը իրենց քաղաքացիներին զգուշացնում է չգնալ այդ երկրները ու նույնն էլ Հայաստանի մասին ասում։ Ինչի մասին է սա խոսքը գնում։ Մենք անվտանգ ենք, եթե մենք տենց անվտանգության ապահովություն կա այսօր, եթե մենք այդ ձևի խնդիր չունենք, ինչի համար են հիմիկվա պատերազմի մեջ ներգրաված այդ լուրջ դերակատար պետությունները զգուշացնում իրենց քաղաքացիներին Հայաստան չգնալը։ Հիմա հասկանում եք, չէ՞ ինչ է կատարվում, որ սրանք մեր անվտանգությունը ժողովուրդ ապահովված չի։ Մենք լուրջ խնդիրներ ունենք այսօրվա իրավիճակում այս ներկա տարածաշրջանում իրադարձությունների հետ կապված հենց ուղիղ, որ ասում եմ, բանով, ուղ կապակցությամբ այդ իմաստով։ Մենք այսօրվա իրավիճակում պիտի համար 1 լինեինք, մեր զինված ուժերից սկսած, մեր ԱԱՑ-ի աշխատողներն են, մեր այդ համակարգները պիտի համար 1 բանի մեջ լինեն։ Սահմանի հետ կապված բանում երկրում գտնվող եկող գնացող անձերի հետ կապված բոլոր այդ հարցերը պիտի մեծ ուշադրության տակ լինեն։ Բայց այս մարդը այդ բոլորին գործից կտրած, վերցրած մի հատ ավտոբուս լցրած, այդ ավտոբուսով ֆռում է Մայր Հայաստանով։ Մի հատ է քարտեզ է ամենտեղ բանանում, Մայր Հայաստանի քարտեզն է նվիրում, այ անամոթներ, որ ասում է, այդ քարտեզի մի տարածքը Թուրքի ձեռին է, այդ տանում ես մարդկանց նվիրում, ինչի իման վրա, դու չես էլ ազատագրել էլ հələ որ այդ տարածքները, հələ Մայր Հայաստանի այդ տարածքը, որ իրական, որ ասում է, պատկանում է Մայր Հայաստանին, մի մասը գտնվում է Թուրք-Ադրբեջանի տիրապետության տակ։ Դու այդ քարտեզը դրել ես դոշիդ, սենց հպարտ ման ես գալիս, մարդկանց էլ ասում ես դուք էլ կախեք կամ էլ ես մեկը։ Արա ամոթից գետինի չեք մտնում, արա։ Արա դու լե մի հատ ազատագրեք այդ հողերը, հետո հպարտ դիր դոշիդ ու ման արի։ Դուք այնքան սուտ կեղծ կերպարներ եք, որ այդ նույն ձևաչափով, այդ նույն բաներով մարդկանց մեջ ուզում եք այդ սուտը, այդ կեղծը բանանեք, մտցնեք, համոզեք, որ իրականությունը այն չի, որ մենք ինչ տեսնում ենք, այլ նայա, որ դուք եք ներկայացնում։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ, մենք այսօր մեր ճակատագիրը էլի մեր ձեռին է։ Մենք մեր անվտանգությունը էլի մենք պիտի լուծենք, անտեր ենք, մենք անտեր եք, դուք հասկանում եք։ Արցախում ոնց որ եղել եք անտեր տիրական, նույն այս իրավիճակում այս ժողովուրդն էլ է անտեր տիրական։ Այն ասել խոսելով չի, ամեն ինչ պիտի աչքի դեմը լինի, ամեն ինչ պիտի իրականության հետ համընկնի։ Տես բան չկա։ Հիմա ես այդքանը ասելով անդրադառնալով, ես ուզում եմ քաղաքական այս ընդդիմադիր դաշտում գտնվող բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր այսօր վերցրել են պատասխանատվություն, վերցրել են համարձակություն, մասնակցելու ընտրություններին ու մասնակցելու բացի երկրի խոսքի իշխանության գալ կամ վարչապետից սկսած մնացած պաշտոնյաները։ Այսօր ունեք բոլորդ այդ հնարավորությունը։ Այսօր սրանք ձախողված իշխանություն է, ամեն ձևի, թե քարոզարշավի ընթացքում եք տենում, թե իրենց քաղաքական այդ ժամանակահատվածում իրականացրած իրենց գործունեության արդյունքների հիման վրա, պարտված իշխանություն, եթե պարտված իշխանությունը վերընտրվեց, ես ուրիշ բան չունեմ ասելու, սա խայտարակ մի հատ կերպար է, պարտված իշխանությունը այսօր արդեն պարտված է, մինչև ընտրությունները գնալը, սրանք պարտված են, սրանք ամեն ձևի իրենց պարտությունն են ցույց տալիս, երևում է, ինչ էլ ուզում են ցույց տան, այս մեկ մյուսը գնալ գալով չի արդարացվում, բան հետ գալով եկեղեցու հետ կապված, այս վերջի ժամանակ, այս երկրորդ, ինչքան որ չեմ սխալվում, երկրորդ այս բանը եկեղեցու իրենց այդ մասնակցության դեղ այդ ժամանակ լսում ենք վեապարի անունը։ Հիմա այս մարդը արդեն գնալով եկեղեցի մասնակցելով այդ բաներին, այդ իր կրոնական եկեղեցական այդ բանին, դեղ արդեն նշվում է վեապարի անունը։
Սա ինչ ասում, որ ինքը արդեն իր այդ ուղղության վրա այդ պարտությունը արդեն ընդունում է, որովհետև ինչ փորձեր էլ արեց, տեղել պարտվեց, որովհետև եկեղեցին մեր կրոնական պատկանելիությունը, ազգային պատկանելիությունը, հայ առաքելական եկեղեցին, դա այն որ այն տղեն ասում է, դա պաշտոն նշանակել կամ հանել բանի հետ կապ չունի դա։ Սրանք այնքան են իրականությունից հեռացել, սրանք այնքան են իրենց անպատասխանատու լինելուց բան արել, որ ասում է ամեն ինչ իրանց մեծ որ կարել թույլ են տվել, որ կարան ամեն ինչ էլ վարկաբեկեն, կարան ամեն ինչ էլ էս երկրում բանան են, սա սեփականության սկզբունքներով շարժվող մարդիկ են։ Մարդ դրել են ներկայ բանա, դարել է երկրի վարչապետ, ինքը դա հաշվում է դա սեփականություն։ Ինքը այդ սեփականության հիման վրա ինքը ասում է կարամ ես ամեն ինչ անեմ, կարամ ամեն մարդու հանեմ, կարամ ամեն մարդու դնեմ։ Դուք պատկերացնում եք սրա նպատակները ինչ է եղել։ Բացի դրանից, անդրադառնալով այն մարդկանց, որ ասում է, ինձ ասում եք Դուբայում տուն ունեմ, ինձ ասում եք այսքան միլիարդներ ունեմ, Իտալիայում տուն ունեմ, ասում է դուք դրա մասին գիտեք, ինքը չի հերքում դրա մասին, ուշադիր որ լսում եք։ Դուք բոլոր դրա մասին գիտեք, բայց դուք չգիտեք խոսքի, որ մենք մանկապարտեզ ենք սարքել կամ մանկապարտեզ ենք սարքում կամ դպրոցներ ենք սարքում, այս մեկը մյուսը։ Չէ, մենք գիտենք, դու որ հարյուրավոր մանկապարտեզներ ես Արցախում վաճառել Թուրքին, հարյուրավոր դպրոցներ ես վաճառել Թուրքին, հանձնել Թուրքին, այ մենք դրա մասին էլ գիտենք։ 3 հատ 4 հատ մանկապարտեզ սարքելով կամ բան որ ասում է դպրոց սարքելով դա ձեր չի փրկելու, չի փրկում։ Դուք պատմական դավաճանության նոր էջեր եք լրացրել։ Դուք մեր պատմության մեջ այնձևի բաստողումներ եք արել ձեր ղեկավարման օրոք, որ այդ հետքը տասնյակ տարիները, 100 տարիները դա չի ջնջվելու պատմության մեջից։ Այ դուք դրա մասին մտածեցիք։ Ինչ էլ ուզում եք, ինչքան էլ ուզում եք մարդկանց բաներ խոսք տվեք, կամ ինչ որ լավ բաների հիմունքներ մարդկանց բան արեք, դա բոլորը սուտ է, որովհետև ձեր բոլոր տված խոստումները բերել է աղետի, ձեր բոլոր տված այդ խոստումներն է վաղվա լավ ապագայի համար, մեր ապագան բերել է շատ մեծ վտանգի առաջ կայնեցրել, բայց մենք չենք իմացել, որ դուք այդ ապագան ձեր ապագայի մասին էր, ձեր այդ խոստումները լավ իրավիճակում, լավ կյանքի բարելավման մասին, որ դա ձեր մասին էր, բայց հիմի լավ գիտակցում ենք, որ ձեր ամեն մի բառը բացի ձեզանից ուրիշին չի վերաբերում, հանրության ժողովրդի հետ կապված լավ բան չկա։ Հիմի մենք այսքանը տեսնելով, այսքանով անցնելով, մենք վաղվա օրը իրավունք չունենք կրկնելու մեր նորից սխալը։ Այն սխալը, որ մեզ բերել է գործանման, այն սխալը, որ մեզ բերել է զրկվելով պատմական հայրենիքի մի մասով, հարազատներով, գերիության մեջ գտնվելով միջև օրս այնքան որ ասում եմ մարդկանց, էլ ինչ խոստումներ պիտի լինի, որ մենք այդ խոստումների վրա գնանք հավատելով կամ ինչ որ փոփոխություններ մենք ունենք գիտակցություն, այդ գիտակցությունը մենք համատեղում ենք զուգահեռ իրականության հետ։ Ընդդիմադիր դաշտին եմ ես հորդորում, ընդդիմադիր դաշտին եմ ես նորից կոչ անում, ունեք բոլոր հնարավորությունները ամեն ձևի հաղթենք հաղթահարելով այս իրավիճակը, երկրում իրավիճակ փոխենք։ Ազգի ժողովրդի մեջ մենք իրավիճակ փոխելու ու ունենք բոլոր հնարավորությունները։ Նորից եմ ասում, սրանք ամբողջովին պարտված իշխանություն է, ամբողջովին իրենց թե ներքաղաքական իրավիճակում, թե արտաքին քաղաքականության մեջ, թե ներքին քաղաքականության մեջ, սրանք ամբողջովին պարտված են։ Սրանք ոչ միտեղ չեն ընդունում, ոչ դրսում են ընդունում։ Ներսում էլ են տեսնում եք, ուր էլ գնում են ժողովրդի կողմից ամեն տեղ, ամեն հատվածում կամ ինչ որ բաներ այդ իրար նկատմամբ անհասկանալի իրավիճակներ է ստեղծում, հարցերի ոչ մի պատասխան չունի, խուսափում է հարցերի պատասխաններից, կամ արհամարում է, կամ մեկտեղ տեղ-տեղել մարդկանց էլ վիրավորում է։ Այ երկրի ղեկավարը ես է այսօրվա։ Դրա համար մենք հիմիկվա իրավիճակում ունենք բոլոր հնարավորությունները ավելի նորից էլի կոնսոլիդացված կերպարով, ավելի նորից էլի դաշինք կազմելով
հանուն մի նպատակի։ Բոլորիս առաջնային հանուն մի նպատակը պիտի լինի երկրում այդ իշխանափոխության սկզբունքներով։ Այդ իշխանափոխությունից հետո նոր եկած ղեկավարները, նոր եկած պատասխանատու ներկայացուցիչները ունեն շատ մեծ անելիքներ ու շատ մեծ պատասխանատվություն ժողովրդի առաջ, որովհետև Աստված ոչ անի, եթե ինչ որ մի հատ իշխանություն եկավ ժողովրդին խաբեց նորից, այդ իշխանությունը սրանցից ավելի բեթար ատելության բան եք դառնալու, թիրախ եք դառնալու։ Սրանց բանից, որ ասում եմ, ավելի բեթար անիծվածքի բան եք դառնալու։ Ու բացի դրանից, նոր եկող իշխանության գլուխ մարդիկ, ես գիտեմ, թե քաղաքական դաշտում իմ հետևողական այս վերջի ժամանակներում եղեք զգուշ, շատ մեծ սպեկուլյանտություն ա գոնում քաղաքական դաշտում, շատ մեծ տարբեր տեղերից, տարբեր մարդկանց խմբեր են սկսել ակտիվանալ, որոնք ընդհանրապես հանրության մեջ ոչ երևում էին, ոչինչ որ կարևոր ժամանակահատվածում դերակատար են եղել, ոչինչ որ իրենց էությունով, իրենց անցած ճանապարհով ինչ որ տպավորիչ էլ, որ ասում եմ, բան են թողել ժողովրդի կամ մեր այս ապրած ժամանակահատվածում։ Դրանք էլի վտանգավոր մարդիկ են։ Այն մարդիկ, որոնք գալիս են մենակ ակտիվանում պաշտոն զբաղեցնելու կամ երկրի ղեկավար դառնալու այդ ժամանակահատվածում, դրանք ինձ համար կամ ընդհանուր ես գիտեմ, թե մեր ազգի համար անընդունելի ներկայացուցիչներ են։ Եթե այն մարդը մենակ գալիս է ակտիվանում ընտրությունների ժամանակ կամ պաշտոն զբաղեցնելու համար, դրանք ընդհանրապես անընդունելի կերպարներ են։ Դրանք շահ աթոռ բան, որ ասում եմ, առաջնորդվող մարդիկ են։ Դրանք էլ են նույն կերպարները, ոնց որ ներկա իշխանությանը։ Ես նորից եմ ասում, մենք այսօրվա ժամանակ, այս ընթացքում պիտի շատ զգուշ լինենք, թե մեր ընտրությունների հետ կապված, թե մեր որոշումների հետ կապված, որ իրական ունենանք ուժեղ առաջնորդ, որ իրական ունենանք հայրենասեր ղեկավար։ Դրա համար էլ ես ասում եմ, այդ ղեկավարը, այդ առաջնորդները, եթե իրական բանանեն, ծնվեն, իրական լինեն, սրանց երկրի իշխանությունից հեռացնելով հարցը մեկով մեկա։ Ժողովուրդը սպասում է նմանատիպ բաներին, իրադարձությունների, որ կարողանա ճիշտ որոշում կայացնի։ Ժողովուրդը պատրաստ է գնալ պայքարելու, ժողովուրդը պատրաստ է գնալ որոշում կայացնելու, մենակ նորից եմ ասում, տվեք ժողովրդին այն հնարավորությունը, որ ժողովուրդը այսօրվա իրեն ընտրությունով վաղ էլի սրանց նման մարդկանց գալով չփոշմանեն։ Վաղ էլի ինչ որ աղետ գլխներից գալով այդ մարդկանց էլի առաջնային չտուժենք։ Ես անդրադառնամ նորից էլի Արցախի հիմնախնդիրի հետ կապված հարցին։ Անդրադառնամ Արցախահայության հիմիկվա իրավիճակում այսօր որ գտնվում են։ Արցախցիները, սիրելի արցախցիներ, մենք բոլորս գիտենք, բոլորս տեսնում ենք, բոլորս այսքան ժամանակ որ կարողացել ենք մենք հաղթահարենք այս դժվար իրավիճակը ցեղասպանությունից, փրկությունից հետո, Արցախի կործանումից հետո, սրանով մենք ապացուցեցինք, որ Արցախահայության տիրապետումը ուժեղ կամքի ուժով։ Մենք ուժեղ հայ տեսակ ենք։ Արցախահայությունը իր այս պահվածքով, իրեն այս ծանր իրավիճակում դիմադրելով, որ ասում եմ, պայքարելով, մենք նորից ապացուցեցինք, որ մենք հավատում ենք Արցախի հետ վերադարձի իրականություն դարձնելու հարցը։ Մենք իրոք հավատում ենք վաղվա օրով, որ մեզ համար մի լույս կբացվի։ Մենք բոլոր այդ հավատքները ամեն ձևի մեր հայաստանաբնակ մեր հայրենակիցների հետ միասին համախմբված վաղվա օրը մենք պիտի մի բռունցքի կերպարով ներկայացնենք, որովհետև այսօրվա վտանգը մեր բոլորիս նկատմամբ իրական հայի պատկանելիության, կրոնական պատկանելիության հետ կապված է։ Բոլորս մի կրոնի պատկանելիության տակ ենք, բոլորս մի մեծ անվան տակ ենք, որի անունն է հայ։ Դրա համար մենք այսօր Արցախահայությունը սա ստեղ գտնվելով տարբեր տեղերից, որտեղ դժվար իրավիճակը հայտնվել, այդ հայությունն է, որտեղ փոխվել են ստեղ, սա մեր համար մի մեծ ազդանշան է, որ դրա հիման վրա այդ վերածնունդն է, այդ համախմբվածությունն է,
այդ մեր որ ասում եմ իրական հայի այդ ուժեղ կերպարն է, մենք այսօր ունենք ձևակերպելու այդ բաները, այդ արժեքների հիման վրա մենք ամբողջովին մի բռունցքով պիտի շարժվենք։ Մնացած ղեկավարները, մնացած պատասխանատուները դա ձեր գործն է։ Այդ ժողովրդին համախմբվելն է, այդ ժողովրդին ճիշտ ճանապարհը, ճիշտ ուղղություն ու ճիշտ ուղղությունով տանելն է, դա ձեր խնդիրն է արդեն։ Եթե դուք արդեն քայլ եք անում, պատասխանատու վաղվա օրը ձեզ տեսնելով ինչ որ պաշտոնյաներում կամ ինչ որ պատասխանատու երկրի տարբեր ոլորտի հարցերի մեջ, այսօր այդ առաջնային հարցերն է ժողովրդի մեջ դուք կարողանաք այդ համախմբվածությունը բանանեք, ապահովեք։ Եթե կարողացաք դուք այդ ապահովեք այդ համախմբվածությունը, ուրեմն դուք վաղվա օրը գալով իշխանության ղեկավար լինելով դուք կարողանալու եք մնացած հարցերի լուծումներն ստանալ։ Այսօր այդ խնդիրը ձեր էական ամեն մեկի կերպարի հետ կապված է, անձնական կերպարի հետ կապված է։ Եթե ձեզ դուք իրոք ներկայացնում եք այն կերպարները, ես գիտեմ թե ամեն ձևի ապահովելու է այդ համախմբվածությունը ու ժողովուրդն էլ գնալու են այդ համախմբվածության։ Ներկա իշխանությունը պարտված է, օգտվեք այս իրավիճակից։ Խայտարակ մեկ այդ պատմության մեջ ասես խայտարակ ղեկավարներ չեք ունեցել։ Խայտարակ մենակ ստեղ չի, խայտարակ ամեն դաշտում, մարտի դաշտում, դիվանագիտական հարթակներում, երկրի մեջ, ամեն ոլորտում խայտարակված ենք բոլորս ազգովի ամբողջովի։ Ի սրանց որ ասում եմ մեղքով, ի սրանց որ ասում եմ ներկա իշխանության օրոք։ Ունեք բոլոր հնարավորությունները, նորից եմ ասում, ես խնդրում եմ, հորդորում եմ, բողոքում եմ, խնդրելու համար ինձ համար ամոթանք չկա։ Ամեն տարաձայնություններ մի կողմ դրեցիք, տարաձայնություններն դրեցիք մի կողմ, մի հատ տեսեք շրջապատում ինչ է կատարվում։ Սա նորից էլ ասում եմ, մենք այս ձևի թույլ լինելով կամ այս ձևի անտարբեր լինելով, այն դրսի աղետը էլի գալու է մեր գլխին էլ հասնի։ Դրսի այդ վտանգավոր իրավիճակը գալու է էլի մեր տարածքն էլ մտնի։ Եթե մենք այս հիմի իրավիճակում մեր որ ասում եմ բանը զգոնությունն է, ամեն ձևի պատասխանատվությունը բան չանեք, ավելի վեր չառաջնացնեք։